Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ով ներկայումս կալանքի տակ է։ Զախարովան կրկնել է, որ ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարությունների համար քրեական հետապնդումը ինքնին աբսուրդ է։ Ռուսաստանը միշտ պաշտպանել եւ մնում է հավատարիմ Հայաստանի ինքնիշխան, անկախ եւ բարգավաճ պետություն լինելու գաղափարին, եւ այս հանձնառությունը միայն խոսքեր չեն։ Սրանք այն քայլերն են, որոնք ձեռնարկվում են հիմնվելով այս քաղաքական տրամաբանության եւ կամքի վրա, հավելել է խոսնակը։ Նա նաեւ նշել է, որ Հայաստանի ղեկավարության արձագանքը Ղուկասյանի հայտարարություններին զարմանալիորեն անհամապատասխան է նրան, թե ինչպես է Երևանը երբեմն նախընտրում անտեսել մի շարք երկրների, այդ թվում եվրոպական երկրների մեկնաբանությունները։ Մենք չենք տեսել որևէ դատական գործընթաց, առավել եւս ձերբակալություններ, նրանց նկատմամբ, ովքեր կոչ են անում առանց հետ նայելու մտնել Եվրամիություն։ ԵՄ-ին միանալը, սակայն իրոք կապված է ինքնիշխանության մի մասից հրաժարվելու հետ։ Այս մոտեցումը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներից մեկի հետ։ Ինչու պատասխանատվության չենթարկել նրանց, ովքեր Հայաստանին դեպի Եվրամիություն մղելով բառացիորեն կոչ են անում երկրին հրաժարվել իր ինքնիշխանությունից, ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Թող տեսնեն, թե ինչ է կատարվում հիմա Եվրամիության ներսում, ընդգծել է Զախարովան։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին Դավոսում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Եվրոպայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կդադարի միայն այն դեպքում, եթե Ուկրաինան լինի Եվրոպայի կողքին։ Եթե Ուկրաինան Եվրոպայի հետ լինի, Եվրոպայի վրա այլևս ոտքեր չեն մաքրի, ասել է Զելենսկին, ընդգծելով Ուկրաինայի դերը եվրոպական անվտանգության եւ քաղաքական հավասարակշռության հարցում։ Նույն ասուլիսի ընթացքում Զելենսկին նաև հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է ինքնուրույն վերցնեն ռուսական նավթը տանկերներից եւ վաճառեն այն։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կանգնեցնել ռուսական ստվերային նավատորմին պատկանող նավերը, մինչդեռ Եվրոպան նման գործիքակազմ ներկայումս չունի։ Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության Իգդիրի մարզային կառույցի ղեկավար Նիզամեդթին Ադան հանդիպում է ունեցել տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Օրակարգում եղել է Ալիջան սահմանային անցակետի բացումը, Հայաստանի հետ հնարավոր զբոսաշրջային աշխուժացումը եւ տեղական ինքնակառավարման մարմինների բաց թողումները։ Նշվում է, որ Ադան ընդգծել է Ալիջան անցակետի հնարավոր բացման դեպքում Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների ընդունման հարցում նախապատրաստական աշխատանքների կարևորությունը, տեղեկացնելով, որ այդ նպատակով պատրաստվել եւ համապատասխան պետական կառույցներին է ներկայացվել համապարփակ զբոսաշրջային զեկույց։ Նա մասնավորապես նշել է, մինչ սահմանային անցակետի բացումը անհրաժեշտ է ավարտել բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Նախկինում թույլ տրված ռազմավարական սխալների պատճառով մենք կորցրինք իրանցի զբոսաշրջիկներին։ Եթե այժմ անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն, նույն կերպ կարող են կորցրել նաև Հայաստանից ժամանող զբոսաշրջիկներին։ Սահմանամերձ քաղաք լինելու հնարավորությունը պետք է ճիշտ օգտագործել։ Ադան որպես դրական օրինակ նշել է հարևան Վանի փորձը, որտեղ զբոսաշրջիկների համար ապահովվում է կազմակերպված եւ անվճար տրանսպորտ սահմանից դեպի քաղաք եւ հակառակ ուղղությամբ, ինչը նրա խոսքով զգալիորեն նպաստել է զբոսաշրջության զարգացմանը։ Միևնույն ժամանակ նա քննադատել է Իգդիրի քաղաքային ենթակառուցվածքների աշխատանքը եւ քաղաքի մաքրության վիճակը, նշելով, որ քաղաքում բացակայում են անգամ ամենահիմնական պայմանները, այդ թվում հասարակական զուգարանները։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը քննադատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, նշելով, որ նախագահ Վլադիմիր Պուտինի երկրի ուժը ցուցադրելու փորձը չի տվել սպասված արդյունքները։ Ստուբը ուշադրություն է հրավիրել մի քանի տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի վրա, որտեղ նրա խոսքով Մոսկվան հույս ուներ ամրապնդել իր դիրքերը։ Նայեք, թե ինչ է կատարվում Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Իրանում, Սիրիայում եւ Վենեսուելայում։ Կրեմլի տեսանկյունից սա հեռու է հաջողության պատմություն լինելուց, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահը։